Ամեն անգամ քո տվածից, երբ մի բան ես դու տանում, ամեն անգամ երբ նայում եմ, թե ինչքան է դեռ մնում, զարմանում եմ, թե ով շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ, ինչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։ Ստեփան Զորյանի տուն-թանգարանը յուրովի նշեց տաղանդավոր հանճարի ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը։ Միջոցառման հյուրերը ներկայացրին իրենց ընկալած թումանյանական պատկերացումներն ու խոհերը, շեշտելով, որ Թումանյանի ծնունդն իրապես հույսի աղբյուր էր հալածանքներից ու պատերազմներից տանջված հայության համար։ Միջոցառման իրենց մասնակցությունն են ցուցաբերել Գուսան Զաքարյանի անվան թիվ 3 մշակույթի տան ասմունքի խմբակի, ինչպես նաև Վանաձորի պոեզիայի թատրոնի սաները։ Բացման խոսքով իր ողջույններն ու շնորհավորանքի խոսքերը ներկաններին ուղղեց Հայաստանի գրողների միության Լոռու մարզի բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը։ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է գիրք նվիրելու օր։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած տարիներին բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել այս արդիվ մուտքը գրքով միջոցառումներ թատրոններում, կթոչախներում։ Հիմք դրված ավանդույթին անպայման շարունակություն տանք, դա բոլորս պետք է անենք, որովհետև դա մենակ մանկավարժական ինստիտուտի խնդիրը չէ, միայն Ստեփան Զորյանի տուն-թանգարանի խնդիրը չէ, դա պետք է ժողովուրդը ուղղակի նորովի սկսել կարդալ, նորովի սկսել հասկանալ, որովհետև ոչ միայն Թումանյանին, այլև բոլոր մեծերին, ինչքան որ կարդում ես, այնքան նորովի ես հայտնաբերում։ Վկան այսօրվա ելույթները, այսօրվա խոստովանությունները։ Ինքնատիպ է Թումանյանը թե գրական, թե քաղաքական կյանքում։ Հայի վշտակիցն ու բարեկամը լինելով նա չբավարարվեց, որոշեց լինել այն քչերից, որոնք կոչվեցին բանաստեղծ եւ իրենց ստեղծագործությունների պարզությամբ գողացան ընթերցողի սիրտը, եւ որպես փոփանք նրա ստեղծագործությունները պահանջված եւ սիրված էին ընթերցողների կողմից։ Միջոցառման ընթացքում եղան գրական ընթերցումներ։ Թումանյանական սեփական վերլուծություններով եւ ընկալումներով ներկաների հետ կիսվեց Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթարյանյանը, ինչպես նաեւ բանաստեղծ լրագրող թարգմանիչ Խորեն Գասպարյանը։ Ես երջանիկ եմ, որ եղել եմ Հովհաննես Թումանյանի 100-ամյակին։ Ես երջանիկ եմ, որ նրանից հետո բոլոր տարիների այդ օրերը, որ մենք փորձել ենք նշենք, դա Հայաստանի գրողների միության կողմից է եղել, թե մեր Լոռու աշխարհի, մենք միշտ մեր գրողներով ներկա ենք եղել եւ պիտի շնորհակալ լինեմ պարոն Խաչատրյանից, որ այսօր ի վերջո մեր ինստիտուտը կոչվում է Հովհաննես Թումանյանի անունով եւ այսօր երջանիկներից մեկն է, որ մենք իրենց ներկայությունը նաեւ պարոն Ալոյանի վայելում ենք ձեր ներկայությունը, շատ շնորհակալ եմ։ Թումանյանի ծննդյան օրը միշտ մեր հոգու մեջ կա, մեր հոգու մեջ մենք պահում ենք։ Մանվել Միկոյանն ասաց, երեք մենք ուրասարում ճյուղի դպրոցում հանդիպում էր երեխաների դպրոցի ուսուցիչների, տնօրենի հետ, ծնողների հետ եւ մի հետաքրքիր հարց տվեցին երեխաները, զարմանալի էր, տարօրինակ է, բայց նաեւ տարօրինակ չէր, ասին մի հետաքրքիր բան դրվագ պատմեք Թումանյանի կյանքից, այնպես ասացի, ոնց որ մենք Թումանյանի ժամանակակիցը լինենք, ես ասացի, սիրելի երեխաներ, մենք իհարկե պատմեցինք մեր կարդացած, մեր իմացած, ասենք Թումանյանի մասին ամենքս մի բան ասացինք, հետաքրքիր, նաև զավեշտալի, ասենք ինչ-որ դեպքեր, բայց ասացի սիրելի երեխաներ, մենք Թումանյանի ժամանակակիցը չենք, բայց Հովհաննես Թումանյանը միշտ մեր ժամանակակիցն է։ Օրը կրկնակի տոն է հայության համար, քանզի նույն օրը փետրվարի 19-ին նշվում է գիրք նվիրելու տոնը։ Ներկաներն առանձնակի անդրադարձան եւ կարեւորեցին տոնը, որի շնորհիվ ընթերցողն էլ ավելի է մոտենում գրքին եւ գրականությանը։ Այնուհետեւ խոսքի իրավունքը վերապահվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի բարձրաձայնելու թումանյանական իր ընկալումները։ Ամեն անգամ Թումանյանի հետ շփվելիս մենք գնում ենք դեպի մեր մաքուր ակունքները, որտեղից որ մենք ծնունդ պետք է առնենք ու ծնունդ ենք առնել։ Երանին նրանց, ովքեր եղել են Թումանյանի ժամանակակիցը եւ նրա համն ու հոտը կենտրոնի կերպով են արել, եւ Երանի նրանց։ Բայց նաեւ Երանի ձեզ այստեղ հավաքվածներից, որ կարողանում ենք այդ շունչը մեր մեջ պահել, ոգու այս սովի, ինչու՞ չէ սոցիալական այս խնդիրների բուրըն, այդ բանի հեծանքների, հոծանքների այս դարաշրջանում ժամանակահատվածում մենք կարողանում ենք անպայմանորեն փորձել մաքուր մնալ
եւ գնալ դեպի մեր արմատները։ Միջոցառման ավարտին Հայ առաքելական եկեղեցու գուգարած թեմի Զանգակ մշակութային կենտրոնի տիկնիկային թատրոնը բեմադրեց Թումանյանի ստեղծագործություններից։ Նպատակն էր միջոցառման կրտսեր մասնակիցներին ել ավելի մոտեցնել Թումանյանի ստեղծագործություններին։ Կարճ ժամանակ անց նպատակը տվեց իր արդյունքները։ Թումանյանի գաղափարների կրողները ինքնակամ ցանկացան ներկայացնել սեփական վերլուծությունը։ Միջոցառման ամենակրտսեր մասնակիցների ոգևորությունը հուսադրող էր։ Նրանց մեջ ապագա Թումանյաններ տեսնելու ցանկությամբ լցված։ Ժամանակով կապունճոն է, շունն է, գլխին գդակչուն է, միան գիտեմ որդի անց որդի ճանկել էր, միր կարալ մորդին։ Բարյաչողում ուստապիսը գլուխս մրսեց, իսեր ասում արեզ մորդին ու ինձ համար, մի գդակ կարի գլխիս համար։ Ես գիտեմ, որ Թումանյանը եղել է շատ մեծ Ինչ ստեղծագործություն գիտես նրանից։ Նրա բոլոր ստեղծագործությունները համարյա բոլորը կարդացել եմ եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ստեփան Զորյանի տուն թանգարանի աշխատակազմին, որ կազմակերպել է այս միջոցառումը եւ շատ ուրախ եմ, որ ներկա եմ եղել Հովհաննես Թումանյանի 145-ամյակին։ Հերմինե Այվազյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։